Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Միկին մի օր որոշում է կերակրել իր ընտանիքը ունի շատ քիչ քանակության միս։ Որոշում է ավելացնել շատ կարտոֆիլ եւ այդպես կերակրի իր ընտանիքը։ Ես այսպես գիտեմ լեգենդը, դու հիմա կպատմես ողջույն եթերում համեղ կիրակին է։ Բարև ձեզ։ Մոտարապես ճիշտ եք, գյուղական ուտեստ է։ Հերու չէ, մեր հարևան պետության լավագույն ուտեստներից մեկն է, որ լայն տարածում է գտել սովետական միության ժամանակահատվածից ու մինչ օրս պահպանվել է։ Վրացական խոհանոց օջախուրի ենք պատրաստելու։ Օջախուրի, կհանդիպենք։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ինչ է մեզ հարկավոր։ Մեզ շատ բան է հարկավոր։ Գունագեղ համեղ բաղադրատոմս ենք ներկայացնում, օգտագործել ենք խոզի փափկամիս, կարտոֆիլ, վրացական խոհանոցին բնորոշ իհարկե սխտորը, համեմը պոպոկ անպակաս եւ խմելի սունելի։ Խմելի սունելին է բնականաբար, մառանիկ է խմելի սունելին, կարմիր սոխ ենք օգտագործելու, բուլղարական պղպեղ եւ լոլիկ։ Իսկ ինչ տարբերություն կարմիրի եւ սովորական սպիտակ սոխերի միջեւ։ Սա ավելի համեղ է, ավելի այդպես բալանսավորված համ ունի ու ավելի էսթետիկ ճոխ սիրուն է նայվում, էլի։ Այդ դեպքում եթե մենք ուզում ենք համեղ պատրաստել, ինչի ենք սպիտակը օգտագործում։ Սպիտակը նախ մատչելի է ու օգտագործման համար ինքը հեշտ ձեռքբերովի է, ձեռք բերել հնարավոր է շատ հեշտ, այսինքն յուրաքանչյուր մթերային խանութում կարելի է գտնել։ Կարմիրը եւ շալոտ տեսակի սոխերը մի քիչ բարդ են, գնայինով ավելի թանկ են, քանի որ մենք ուտեստի վրա նաեւ թարմ վիճակում ենք սա դնելու, ինքը ավելի գեղեցիկ է տեսք տալու, դրա համար նախընտրել է կարմիրը։ Շատ լավ, դե սկսենք։ Շատ լավ, եկեք, հիմա ասեմ ինչ ենք անում։ Չէ, պանիր չկա, հիմա պանիր չկա։ Ձեզ կխնդրեմ բուլղարական պղպեղ ու բուլղարական պղպեղ կտրատել, եռանկյունիներ ապետ խոշոր հետաքրքիր կտորներով abstract, որպեսզի գեղեցիկ ուտեստ ստանանք։ Մի փոքր կարմիրից, մի փոքր դեղինից։ Ես այդ ընթացքում կարտոֆիլը կտրեմ։ Ճիշտ է։ Այո։ Մեծ խոշոր քառակուսի, հա, խորանարդիկներ կտրատում ենք կարտոֆիլը։ Իրականում էլի abstract ձևաչափով է կտրվածքը, բայց ավելի շատ դեպի եռանկյունն են գնում, քանի որ եռանկյունու դեպքում այստեղ արդեն ֆիզիկական նշանակություն ունի կտրվածքը եւ փան process-ը շատ ավելի արագ է լինում։ Սա ճիշտ է։ Թե ավելի մանր։ Չէ, եկեք ես մի հատ ցույց տամ։ Ես դպրոցում եռանկյունին էսպես եմ անցել։ Մեր մոտ այսպիսի եռանկյուն է հարկավոր, բայց պարտադիր այս սպիտակ մասերը հեռացնում ենք, որովհետև իրանք դառը համ են պարունակում։ Ու մեր հեռուստադիտորներին էլ խորհուրդ եմ տալիս տանը աղցաններ, ապուրներ ու նման տիպ բաներ պատրաստելուց պարտադիր այս ժողովրդի լեզվով ասած երակները պղպեղի մեջից հեռացնում ենք։ Այսպես։ Դու սիրում ես վրացական խոհանոց։ Շատ եմ սիրում վրացական խոհանոցը։ Ես էլ եմ շատ սիրում։ Հաղորդումից մեկի ժամանակ ասեցի, թող չնեղանան մեր վրացի ընկերները, գործընկերները, բարեկամները, բայց սիրում եմ վրացական խոհանոցը, երբ որ հայերն են պատրաստում։ Միանշանակ։ Թող չնեղանան, որովհետև իսկապես այդպես է։ Այո, մենք խոսել ենք դրա մասին։ Մի քիչ իմ եռանկյունիները երրորդ դասարանցու եռանկյուն, չէ, առաջի դասարանցու եռանկյունիները ոչինչ տապակելու ենք, զուտ կտրվածքի ձևաչափները ավելի շատ հետաքրքիր։ Նայեք, նախորդ տապակում ենք կարտոֆիլը, քանի որ կարտոֆիլը ամենաուշ տապակվող, ամենաբարդ եփող բաղադրիչն է մեր այսօրվա ուտեստի։ Դեպս վրացական խոհանոցը ինչ եմ շատ սիրում, որովհետև վրացական խոհանոցը ավելի շատ ասոցացնում եմ ընտանիքի ջերմության, այդ գյուղական կոլորիտի հետ միշտ։ Օջախի։ Հա, օջախի։ Անկամ այս ուտեստի հենց անունը ինք իրանով արդեն նշանակություն ունի ու ով լսի առաջնահերթ ասոցացումը գնում է ընտանեկան ջերմության վրա։ Ինձ թվում է շատ լավ ենք ստանալու այս բաղադրատոմսը։ Օջախ հայերեն էլ է օջախ։ Շատ բառեր կան։ Կարծես թե վրացերենի հետ մեր բառերը շատերն են համընկնում։ Հենց այդպես էլ ընտանիք, հա,
նույն նշանակությունը ունի։ Անկեղծ ասած չգիտեմ ընտանիքի մասով, բայց ունենք բառեր, որ վրացական Գերդաստան բառերի հետ համընկնում են, դե քանի որ բոլորս է գիտենք, որ Վրաստանն էլ կարելի ասել Միացյալ Նահանգների պես միավորված պետություն է։ Եվ շատ հնարավոր է, որ հենց հայկական ուտեստ է, Հնարավոր է ոչ որ մեկը հայ է ստեղծել։ անգամ հայել ստեղծած չլինի, հայը ավելի համեղ է պատրաստելու։ Միևնույն է։ Ստացվում է ձեր մոտ։ Շատ լավ ստացվում է։ Ես էլ եմ սիրում, երբ որ աշխատում եմ, քիչ եմ խոսում, դրա համար ես հասկացա, ինչու դու ինձ մի քանի նկարահանման ընթացքում չէիր տալիս, որ ես պատրաստեմ, որ ես խոսեի։ Արի փոխվենք այսօր։ Դու կարող եք օջախորին պատրաստել։ Ես հարցրի տամ։ Ինչի՞ չէ։ Ես ասել եմ, հայերը տաղանդավոր ազգ են։ Ամեն ինչ կարող են։ Ինչ ցանկանում ես ասա, բոլորը կարող են անել։ Ես իմիջիայլոց շատ հազվադեպ մարդկանց եմ, այսինքն ես անձամբ չեմ տեսել այդպիսի մարդ, որ ասես ինչ բանը կարող ես անել, ասի չէ։ Սնունդի հետ կապված, թխելու չէ։ Ես ասեի ոչ միայն սնունդի, ընտանեկան մթնոլորտում միջավայրում էլ Այո։ շատ հազվագյուտ դեպքերում կարող ես լսել, որ ինչ-որ մասնագետ են կանչել, չգիտեմ, սանտեխնիկ, էլեկտրիկ կամ բոլորը մանավանդ տղամարդիկ փորձում են ինքնուրույն այդ խնդիրներին լուծում Դե տալ։ չէ, այդ չեղավ։ Շատ տղամարդ կա, որ կանչում է սանտեխնիկ, էլեկտրիկ, մեխմեխել պատին։ Այդպես դեպքեր են գրանցվել Հայաստանում։ Այո, Լավ չի, տղաներ լավ չի։ այո։ Իսկ լոլիկը, պոպոկը Պոպոկը վերջին պահին ենք ավելացնելու, Չենք լոլիկը ավելացնելու։ էլի եռանկյուններ ենք անում։ Ահա, առաջի օրինակը կխնդրեմ ինձ ցույց տաք։ Ինձ թվում է այս մի կտորը մեծ բավական է, բայց ես իրոք ձեռնոցս հանեմ, քանի որ մսի հետ եմ աշխատել։ Այս եմ ուզում հասկանալ, ինչի է լոլիկը միշտ այսպիսի կետիկներ կան վրան, Դա ծագերի նման։ տեղափոխության ու տուփերի մեջ դասավորելու արդյունքում է, այսինքն երբ որ լոլիկի կանաչ պոչերը թողնում են, իսկ հիմնականում արտադրողները թողնում են, որտեղ դա էլ է նպաստում նրան, որ լոլիկը ավելի երկար թարմ մնա։ Երբ որ դասավորում են, սա դրեցին, հաջորդը դնում են իր վրա, այդ կանաչ կոթերը կպնում են ու այսպես վնասում են։ Ինձ թվում էր կամ անալիզ են վերցնում, սրսկման տեղ լինի, Չէ, բարդացնում, ու տեղափոխության արդյունքում։ կամ ինչ-որ կենդանի է Ես բոլորը կպրեցին եմ եք արդեն։ կծել։ Ինձ մոտ այդպիսի տպավորություն է։ Կարող եմ խառնել։ Մի կողմից որ խնդրեմ դնեք զուտ։ Լոլիկը եւս տապակելու ենք։ Այո, Շատ լավ։ վերջին պահին ենք ավելացնելու, որ շատ հյութազրկում չլինի։ Երրորդն էլ։ Չէ, հերիք է ինձ թվում այդքանը ու մեզ հարկավոր արդեն մանրացրած ընկույզը մոտ մի 20-30 գրամ մեզ բավական կլինի։ Բարի։ Համարյա պատրաստ է։ 20-30 գրամ։ Այսքան։ Այո, մասնագիտական կշռեցինք։ Աչքա չափ։ Չէ, Չէ, 20-30-ա։ չէ մի քիչ շատ կլինի, ինձ թվում է։ Հա։ Այդքանը բավական է մեզ։ Կարելի է մի օր սացիվի էլ պատրաստել։ Ես մեծ սիրով կպատրաստեմ։ Էլի չէ, Հաջորդ նկարահանմանը կանենք սացիվի։ Ունենք սացիվի, որ պետք է պատրաստենք։ Ունենք տոլմա ծովամթերքով, որ պետք է պատրաստենք, էլ ինչ ունենք, որ պետք է պատրաստենք։ Մնացածը ես հույս ունեմ, որ
մեր հեռուստադիտողը կգրի Կհուշեն։ ցանկություն կունենա, որևիցե մի ուտեստը ավելի համեղ տեսնելու, ապա անպայման կգրի։ Կարելի է նաև կոբատի պատրաստել, հա։ Այո, ինչու՞ չէ։ Շատ եմ մանրացնելու։ Թե մի քիչ խոշոր, որ ատամի տակ Մի փոքր էլ մանրացրեք, ոչ շատ մանր, ոչ շատ խոշոր։ Անջալիս ձայներ են գալիս։ Ինձ մոտ էստեղ դանակի, քեզ մոտ ճառոսներ։ Զգացում եմ, որ աշխատանք ենք կատարում։ Այո։ Սկզբից կարտոֆիլը տապակեցինք, հետո ավելացրեցինք խոզը։ Այո, հեսա ավելացնում ենք բուլղարական պղպեղները, տապակում ենք։ Այստեղ երկու գեղեցիկ թողել եմ ձևավորման համար։ Ծաղիկներ։ Եվ անպայման մառանիկի խմելի սունելին։ Այո, խմելի սունել ենք ավելացնելու, մի փոքր աջիկա ենք ավելացնելու։ Հիմա ուրեմն քանի որ մառանիկը մեր առաջին գործընկերն էր, արի միանանք Ամանդայի հետ։ Ամանդա, խնդրում եմ, եկեք Ամանդա, պատմեք մեզ մառանիկի մասին։ Գամարջոբա բատոնո Համլետ, դակալբատոնո լիկա։ Գամարջոբա։ Շենգենացվալ է։ Ոյ, վրացերեն է խոսում։ Այսքանով վրացերենս ավարտվեց։ Ողջույն իմ շատ սիրելի լիկա եւ Համլետ։ Եկել եմ, որ մեր մեսրոպյան գեղեցիկ հայերենով պատմեմ մեր ամենահայր մառանիկի մասին։ Դուք պատրաստեք ձեր ուտեստը, իսկ ես կսեմ։ Մառանիկն առաջարկում է ծաղարեղենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորի շատ սիրելի զիպ հավաքածուն։ Զիպ փականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մառանիկն ունի համեմունքներ նայեք ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համը որակը, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Շնորհակալություն, ձեզ լավ օր։ Կանաչին մանրացնեմ։ Հա, բայց սա շատ է։ Մոտավորապես այսքանը բավական է։ Չգիտես, ես մի հատ ապսետամ տեղափոխեք։ Խնդրեմ, ընկույզ էստեղ։ Շնորհակալ եմ։ Երկու բան պատմի Համլետ։ Սա պատմեմ։ Ոյ։ Հիմա հասկանում եք, երբ որ գործի մեջ եմ։ Այո, այո։ Մտովի տրամադրում ես արդեն աշխատանքին ավտոմատ։ Այո, բավականին բարդ է։ Ես երբ որ թխում եմ եւ հիմնականում ոչ թե թխում եմ, այլ դիզայնով եմ զբաղվում, տորտի այդ ժամանակ երբ որ գալիս են խոսում են ու երբ բիզնեսի հետ կապված ինչ որ հարց են տալիս, ճիշտ հակառակն են պատասխանում, որովհետեւ այդ պահին դու տարված ես քո չի ստացում կենտրոնանալ։ Քո գործի մեջ, այո, եւ այնքան որ ասում ես հա ու բարձվում է դու այնքան միած խալ բանի ես ասել հա արեք։ Այդպես էլ է լինում։ Այդ խնդիրը մեր մոտ միշտ լինում է։ Մասնագիտական աշխատանքի մեջ են խորացած ստեղծագործական ջիղի վրա ես ու այդ ժամանակ օգնականները խոհարն են ինչ-որ հարց են տալիս ավտոմատ ասում ես հա կարող ասի կարամ գնամ տուն ասում ես հա ինձ հետ էլ շատ է քեզ արդես գնաս տեղակ չես ասում ինչի այսօր երեք աշխատանքի չէիր եկել ասում բայց դուք ինձ ասել եք կարող եմ բացակայել չգալ երբ բա Մեծ լավ որ դու գինե գործես բայց դու փողոցը չես Դե ամեն դեպքում ինձ մոտ քեզ պես չի ստացվում կտրատել։ Ես այս մեթոդն եմ օգտագործում մանրացնելու։ Հիմա վրացիներն էլ էս ուտեստը հորինելուց ինպես չեն կտրատել։ Հաստատ։ Բայց սա հայկական ուտեստի էլ է նման, չէ՞, առանց խմելի սունելի։ Այո, նայեք, ինքը որպես այդպեսին ուտեստ գրեթե շատ
ազգերի մոտ ընդունված տարբերակներ կան։ Ամեն մեկի յուրօրինակ ձևով մոտեցումով ունի պատրաստումը, նույն ձև ռուսական ձևաչափով կա արդեն ժարկոն է կոչվում։ Խոզի միսը, կարտոֆիլը, սոխը, համեմունքներից աղ պղպեղ, սև պղպեղ ու վերջ։ Հա, շատ համեղ։ Իրանց մոտ մի փոքր էլ հյուսանման զանգված են ստանում, այսինքն այդ կարտոֆիլը այնպես են տապակում, որտեղ մի փոքր էլ արգանակ են ավելացնում, ինքը այդպես հյուսանման զանգվածով է դառնում։ Հայկական տարբերակով տապական է։ Էլի նույն ձև գնում է կարտոֆիլը, միսը, սոխը, կան պատրաստողներ, ովքեր նաև սունկ են ավելացնում։ Վեգանները մսին փոխարեն կարող են նաև սունկ ավելացնել եւ տապակային պատրաստում է ձևաչափով վերջում թարմ կանաչի ավելացնում են համեմ կանաչ սոխ, դա հայկական տարբերակն է, վրացականը էս է, ինձ երևի թե ամենաշատը վրացականն է դուր գալիս։ Եվ նաև կավի ամաններով են, չէ՞, մատուցում։ Այո, սա էլ է կավի ամանով մատուցում, քանի որ մեր տաղավարում չկա այդ կեցիները, որովհետեւ տաքացնենք այդ կեցիով հենց մատուցումը իրականացվի, ավանդական ռեստորաններում, եթե մոտենակ պատվիրեք, իրանք պարտադիր կեցիով են մոտեցնում։ Եւ օջախի մեջ են թխում։ Հնարավոր է որ հենց օջախուրի բառը օջախի մեջ է թխվում, այսինքն այս ամեն process-ը կատարելուց հետո իրանք տեղափոխում են ջեռոց դա։ Մի որոշ ժամանակ էլ ջեռոցում է դա մնում ու ավելի այդպես լավ համային փունջ ունի, վստահ եմ որ տաղավարում պատրաստացնու ռեստորանում վրացական խոհանոցում պատրաստել է ուրիշ մոտեցում է, բայց ամեն դեպքում այս տարբերակները շատ լավ է լինում։ Հետաքրքիր է որ դու էլ ես սկսել ասել թխում, երբ որ դնում ես ջեռոցի մեջ, սա քեզ մոտ մնալու է։ Երբ որ քո սուշեֆերի հետ աշխատես, ասելու ես տարեք թխեք։ Տարեք թխեք։ Եվ ես քեզ պիտի հյուրասիրեմ այս հրաշք կոմպոտները, այսօր մենք կխմենք սև հաղարճ, Art Food-ի։ Դե ես քեզ չեմ հարցնում փորձել ես թե չէ, որովհետև երևի այո, շատ վաղուց բանից մանկուց նույնիսկ բացելը քեզ վրա, Միմիի հետ խոսել է ինձ վրա, Միմի ողջույն։ Ես բացեցի։ Ողջույն Լիկա եւ Համլետ, ինչպե՞ս եք, խոհանոցի հրաշագործներ։ Մենք շատ լավ ենք, դուք։ Իսկ ես գերազանց տրամադրություն ունեմ, որովհետև այսօր լիքը արև եմ վայելել։ Հիմա կասետ Միմին գժվել է։ Արև ասելով ես նկատի ունեմ Art Food-ի արևահամ լոլիկը։ Ինչպես տեսնում եմ, դուք էլ պատրաստվում եք վայելել Art Food-ի հրաշալի կոմպոտները։ Ձեզ բարի ախորժակ։ Դե վայելեք, իսկ ես պատմեմ Art Food-ի մասին։ Բա իհարկե մենք պիտի խմենք ձեր համեղ հյութերը։ Art Food-ը միշտ կանգնած է հայ գյուղացու կողքին, մթերելով նրա ստեղծած ամենաթանկ բարիքը։ Այս նվիրումից ու համատեղ աշխատանքից են ծնվում բնության կատարյալ համերն ու այն որակը, որին տասնամյակներ շարունակ վստահում է հայ ընտանիքը։ Շենացնենք մեր երկիրը սատարելով հողի մշակին եւ հայ արտադրողին։ Art Food, քո հողից, քո ձեռքերով, քո տուն։ Շնորհակալություն։ Ահա։ Շատ բնական համ։ Խնդրեմ, անպայման պատրաստելու ընթացքում վայելիր։ Շնորհակալություն։ Շատ բնական, շատ։ Մանկության համեր, չէ։ Տատիկի պատրաստած կոմպոտներ, այո։ Ինչու ոչ, նման են։ Ինչ է մեզ մնացել։ Մեզ մնացել է պատրաստենք, Ահա։ լոլիկն ենք ավելացնելու, աջիկա, Art Food-ի աջիկան, ահա, եւ մառանիկի, իհարկե, մառանիկի խմելի սունելիով, մի փոքր աղսև պղպեղ, որից հետո արդեն մատուցման ժամանակ արդեն մանր կտրատած ընկույզը, համեմը, ահա, մի փոքր էլ թթվասեր մեր միլքին թթվասեր ես բերեմ տաղավար, որպեսի գեղեցկանա մեր տաղավարը, այս սիրուն տուփով։ Խնդրեմ, հիացեք գույները։ Ձեռնոս ես հետ։ Ես արդեն կարող եմ որպես սուշեֆ աշխատել քեզ մոտ, թե դեռ ոչ, կանաչին լավ չեմ կտրատում դեռ։ Հույսեր կան։
Լավ, ոչինչ, ես կմասնակի տանամ կամաց, ես քեզանից շատ բան եմ սովորել, նաև մեր հեռուստադիտողը, YouTube-յան դիտորդները իսկապես քեզանից շատ բաներ են սովորել։ Սա էլ սովորեք տանը։ Սիրո, բաղադրատոմսերը, որոնք որ ցանկանում են կարող են նշել։ Այո, բաղադրատոմսը հենց հիմա կգրվի ձեր էկրաններին անպայման հիշեք։ Այսինքն դուք տաղանդավոր եք բոլորը, դուք արդեն տեսաք եւ հիշեցիք։ Ուզում եմ հասկանամ, այն ժամանակ աջիկա եղել է, թե չէ։ Աջիկան միշտ է եղել։ Միշտ։ Միշտ եղել է։ Նայեք, անբաժան խոհանոցի մաս է վրացական խոհանոցի կազմում։ Ահա։ Նու մեր հայկական խոհանոցում էլ շատ կարևոր դեր է։ Աջիկան էլ է, չէ, հենց վրացական։ Այո, ի սկզբանե ինքը աջիկան որպես պահածոց չի եղել, այլ չորացված, աղացված պղպեղների հումք է եղել։ Հա։ Հիմա էլ որ նկատեք, շուկաներում վաճառք կա, չոր աջիկա է կոչվում, այսինքն կա կծու տեսակը կա սովորական տեսակը, այսինքն մեր խոշոր աղացած պղպեղի պես ինչ որ համեմունքային զանգված եղել, որը ընթացքում արգանակով ջրով բացելուց ստացել են այսպիսի զանգված։ Հետո արդեն երբ որ պահածոների մշակույթը սկսել է զարգանալ, այն ժամանակ արդեն փոխվել է աջիկայի պատրաստման տեխնոլոգիան, այսինքն եփան process-ով է ամեն ինչ արվել։ Ես ինքը շատ երկար ժամանակ պատրաստել եմ, շատ հետաքրքիր գործընթաց է։ Ունես բաղադրատոմս եւ մի օր մեզ ցույց կտաս։ Շատ մեծ քանակությամբ բիբար է պետք մեզ։ Ահա։ Մաղադանոց կծու բիբար։ Էլ ինչ էր։ Սխտոր հաստատ։ Սխտոր էր պարտադիր գնում ու նաև բան է հայկական բանի մեջ, բաղադրատոմսի մեջ օգտագործում ենք նաև չաման։ Հա։ Չամանը ենք ավելացնում։ Այստեղ բայց չկա, չամանի հոտը չի գալիս։ Չէ, այստեղ չաման չկա։ Սա դե արտադրողական է, այս պարագայում Արթուդը մտածել է մեր բոլոր։ Եթե չամանը ուզում եք, ինքներդ ավելացնեք, որտեղ մելիսունել ենք ուզում, ավելացնելու ենք, ստացվի նույն բանը։ Չաման կարողանում է ուտել։ Սենսիոնությունը։ Չէ։ Համեմելու պահն է մոտենում, ավելացնում ենք աղ, սև պղպեղ։ Ահա։ Խմելի սունելի, որից հետո մի փոքր տապակում ենք, հետո թողել ենք մի քանի րոպե, որպեսզի կացայի փակ կափարիչով, այսպես ինքը այդ գոլորշու հաշվին, այսպես համերը մի հատ ընկալի, քանի որ ջեռոցային տարբերակը, կեցիով եփելու տարբերակը չունենք։ Փոխարինում ենք փակ կափարիչով տարբերակը։ Բանկա մեծական ասում են, թողեք թող մի քիչ հանգստանա նոր, այդ կարգավիճակն է, էլի մեր մոտ լինում։ Իսկ թթվասերով մենք առանձին հետո ուտելու ենք։ Թթվասերով մատուցման ժամանակ թթվասերը կավելացնենք նրա վրա։ Հա։ Ես օրինակ ամեն ինչն եմ թթվասերով ուտում։ Ես էլ եմ շատ սիրում թթվասեր։ Առանձին տապակած կարտոֆիլը, առանձին նաև միսը։ Ես գիտեմ, որ միսը կատնամթերքի հետ չի համադրվում։ Ամեն ինչն էլ համադրվում է կատնամթերքի հետ, բայց ինչ որ կա այդպես ջհուդներն են կաշերնի եւ ոչ կաշերային ուտելիքներ են, եթե կա կատնամթերք, այդ տարածքում պիտի մսեղեն չլինի, եթե կա մսեղեն, ապա եւ տարբեր սառնարանների մեջ են պահում կատնամթերքը եւ մսերը։ Իրականում պրոֆեսիոնալ խոհանոցում էլ է այդպես։ Կամ մոտեցում, ինչպես մսերը կատնամթերքը պահպանել ու եթե հնարավորություն չկա առանձին սառցեխցիկներում սառնարաններում պահպանել, համապատասխան սառնարանը բաժանում են մասերի։ Մեր պարագայում կատնամթերքը ամենաբարձր հատվածում ենք դնում, հարկում, քանի որ այնտեղ ամենացածր ջերմաստիճանն է ու երկարաժամկետ է պահպանվում, իսկ մսամթերքը համարվում է բակտերիալ միջոց ու շատ արագ է փտման process-ի մեջ մտնում, ինքը ամենաներքևում է դրվում սառնարանի։ Շատ լավ։ Իսկ քանի որ մենք համտեսելու ենք այս հրաշք միլկինը, միլկինի թթվասերը, ապա Պամելա, ողջույն։ Բարև, իմ շատ սիրելի Լիկա եւ Համլետ։ Ինչպե՞ս եք։ Ես շատ լավ եմ, իսկ դուք։ Լավ չեք մրսում։ Եղանակներն արդեն տաքացել են, բայց մեկ է մրսում եմ։ Տեսնես ինչից է։ Իսկ ձեր խոհանոցում ոնց որ շատ շոկ է։ Շոկ է։ Ոնց կան գազ միացրել ենք։ Ես էլ կուզեի այդտեղ ձեր կողքին լինել։ Համեցեք։ Մյուս անգամ
Կգամ եւ կտեսնեմ, թե ինչպես եք պատրաստում համեղ ուտեստներ։ Համ էլ անկեղծ ասած երազում եմ տեսնել, թե ինչպես են աշխատում հաղորդավարները Շանթ հեռուստաընկերությունում։ Շատ հետաքրքիր է։ Մյուս անգամ կգաք անպայման, մենք սպասում ենք ձեզ։ Տեսեք, խոստացել եք։ Տեսնենք, մեկ էլ տեսար ստացվեց։ Դե, դուք պատրաստ եք, իսկ ես պատմեմ Միլկինի մասին։ Կարևորելով ձեր առողջությունը, Միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք։ Հայկական արտադրանք առանց կոնսերվանտների, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ Միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը։ Տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն ողջ օրվա համար։ Շատ լավ, շնորհակալություն։ Բայց իսկապես հետաքրքիր կլինի, երբ որ մեզ հյուր գան Պամելան, Ամանդան եւ Միմին։ Հետաքրքիր կլինի։ Եվ վերջապես կհամտեսենք ո պատրաստած ուտեստները եւ կհիանան։ Մեծ սիրով կսպասեմ։ Այո։ Բայց այսպես մենք մոտեցնենք, կահավորենք, որպեսզի մատուցենք։ Բայց փորձեմ այնպիսի աման ընտրել, որ ավելի շատ այդպես մոտիկ լինի։ Մոտիկ լինի վրացական խոհանոցին, այդ կոլորիտային։ Ունենք։ Կարծիք։ Այո։ Դուք այնքան գեղեցիկ որ կարելի է այսպես դնել սեղանին, կարելի չտեղափոխել հատուկ ամանիկի մեջ։ Դա շատ դիզայն ունի։ Հա։ Դե սկսենք։ Դե շուտ սկսենք։ Սերնոցակնեմ։ Դժվարանում եմ փակնել։ Դանդաղ, հատուկ դանդաղ է անում, որ ես սենց, չգիտեմ, աչքս մնա քո պատրաստած ուտեստի վրա։ Ոչինչ, ես քեզ համար մի օր տենց դանդաղ տորտ կթխեմ։ Լավ, բարի։ Մեկ րոպե։ Եկեք այսպես։ Տեսնենք։ Բավական է, մերսի։ Բավական։ Հո։ Ինչ հոտ էր։ Վախ։ Համլետ, դու երբ որ պատրաստում ես, առաջինը պիտի դու փորձես, չէ՞։ Զուտ համերը թե ուտելու մասն է խոսքը։ Ուտելու մասին է։ Օրինակ միշտ ես երբ որ պատրաստում եմ, պարտադիր երբ որ նստում ենք սեղանի, լցնում ենք, առաջինը շատ արագ ես եմ փորձում։ Եթե մի բան այն չլինի, չէ, ես մինչև մատուցելն եմ դա փորձում։ Հա։ Այսինքն մինչև մատուցում իրականացնել եմ փորձում, մինչև ընթացքում որ փորձում ես, փոքր կտոր ես փորձում եւ այդ ամբողջը չես ընկալում, չէ՞։ Ընկալում ես այն ժամանակ, երբ որ սենց արդեն նստած պիտի ուտես։ Չնայած ես միշտ վստահ եմ լինում, որ պիտի համով լինի։ Բայց մեկ առաջինը ես եմ փորձում։ Ես չեմ հասնում։ Չես հասնում։ Հա։ Տպասեր հեսա։ Ամեն է կտա։ Սա ինչ տպասեր էր։ Շատ լավ։ Կրեմանման։ Դենքի, այ ապրես։ Սկսենք։ Սկսեցինք։ Ինչքան շատ միս ես ինձ դրել։ Պետք է այնպես անենք, որ կարտոֆիլը շատ լիներ, բայց մեր մոտ ինչ-որ միսն ավելի շատ։ Հո։ Դե Համլետն է պատրաստել։ Խոսքեր չկան իհարկե։ Շատ համեղ են։ Իսկապես շատ համեղ է։ Բաղադրատոմսը կարող եք գրել հաղորդումը նայելուց, եթե ոչ չեք հասցրել YouTube-յան ալիքից կարող եք օգտվել, նաև մեկնաբանությունում գրեք հաջորդ հաղորդումներին ինչ կցանկանաք, որպեսզի պատրաստենք։ Այո։ Իսկ մենք կհանդիպենք մյուս կիրակի, մենք ձեզ շատ սիրում ենք եւ սպասում ենք։ Տեսություն։ Հաջողություն։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի